Եթե հավատում ես Աստծուն, արի այս աղոթքը անենք միասին։ Ու այս աղոթքը նոր սկիզբ կլինի քո հոգևոր կյանքի համար։ Այս աղոթքը չէ որ քեզ փրկելու, Աստված է քեզ փրկելու, բայց այս աղոթքը խոսքեր են, որ ուղում ես դու Աստծուն ասելով փրկիր ինձ Աստված։ Ու սա քո խոստումն է, քո խոսքն է ուղղված Աստծուն, որ դու ուզում ես հավատալ նրան եւ ապրել նրա կյանքով։ Եթե պատրաստ ես ամենայն լրջությամբ Աստծուն ընդունել քո կյանքում եւ նաեւ խոստանալ, որ ապրելու ես իր խոսքի համեմատ, փորձելու ես ապրել, սկսելու ես կարդալ Սուրբ Գիրք եւ աղոթել եւ ապրել հոգեվոր կյանքով, նա քեզ կօգնի, ոչինչ մի դիր քո առջև, սա անել կամ չանելու մասին չի հավատքը, թող ամեն բան։ Հիմա Հիսուսին ընդունիր քո կյանքի մեջ, ամենակարևորը, մնացածը, երբ որ Տերը քո կյանքի մեջ լինի, միասին ամեն հարցերը կլուծենք։ Նրանք, ովքեր որ ուզում են Տիրոջ ընդունել իրենց կյանքում, խնդրում եմ, կրկնեք այս աղոթքը ինձ հետ։ Տեր Հիսուս, փառք ես։ Դու ես ճշմարիտ Աստվածը։ Դու ես Քրիստոսը, որ եկար աշխարհ եւ քո կյանքը դրեցիր զոհասեղանի վրա, մեղավոր մարդու համար, որ մեղավոր մարդուն փրկես իր մեղքերից եւ անօրենություններից եւ կյանք տաս նրան։ Տեր Հիսուս, այդ մեղավոր մարդը ես եմ, ում համար քո կյանքը դրեցիր, ում համար մահացար եւ հարություն առար։ Ես եմ այդ մեղավոր մարդը։ Խնդրում եմ քեզ, ընդունիր ինձ։ Ես զղջում եմ իմ արած բոլոր մեղքերի համար եւ խոստովանում եմ դրանք հատիկ առ հատիկ քո առջև, որ ես սխալ եմ արել եւ մեղք եմ գործել եւ խնդրում եմ ների՛ր ինձ Աստված։ Ների՛ր ինձ Աստված։ Իմ ապրած կյանքի համար, իմ գործած սխալների եւ մեղքերի համար խնդրում եմ քեզ, ների՛ր ինձ։ Ազատիր ինձ ամեն կապանքներից, ամեն աշխարհային եւ դիվական կապանքներից ազատիր ինձ, խնդրում եմ քեզ։ Ես ուզում եմ ազատ լինել քո մեջ, ազատ լինել։ Խնդրում եմ քեզ, ընդունիր ինձ որպես քո որդի։ Ես հրավիրում եմ քեզ, որ դու լինես իմ Տերս, իմ Աստվածը, իմ Փրկիչը, իմ կյանքի առաջնորդը։ Ընդունիր ինձ Աստված։ Եվ խնդրում եմ քեզ, գրիր իմ անունը քո կյանքի գրքի մեջ, ես ուզում եմ հավիտենական կյանք ունենալ, Տեր։ Օգնիր Սուրբ Հոգի Աստված